Բարև ձեզ բարեկամներ, եթերում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից, որը բարի լույս է մաղթում Հայաստանին եւ Սփյուռքին։ Բարեկամներ, այսօր մենք հյուր ունենք։ Մեր ստուդիայում այսօր Սամվել Մովսիսյանը առաջնորդության դպրոցից։ Նա առաջնորդության դպրոցի հիմնադիրն է։ Բարև Սամվել։ Բարև ձեզ։ Սամվել, խնդրում եմ մի քանի խոսքով պատմել ձեր կառույցի մասին եւ այն մասին, թե ինչ նպատակով եք այսօր Վաշինգտոնում։ Շնորհակալություն, նախ եւ առաջ շնորհակալություն այդ հրավերի համար։ Մեծ պատիվ է ինձ համար ներկա գտնվել այսօր այստեղ։ Ես արդեն 10 օր է որ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, այստեղ եմ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հրավերով տարեկան համաժողովին մասնակցության համար Հայաստանից եւ ներկայացնում եմ Առաջնորդության դպրոց Հայաստանը։ Առաջնորդության դպրոց Հայաստանը հիմնադրվել է 2009 թվականին եւ հիմնական նպատակը նա է, որպեսզի կարողանանք հայ երիտասարդների մեջ բացահայտել առաջնորդական ներուժը եւ տալ իրենց տեսական ու գործնական գիտելիքներ, որպեսզի մենք ունենանք վաղվա Հայաստանում ուժեղ առաջնորդներ։ Ինչպես ծագեց այդ միտքը։ Միտքը ծագեց դեռևս 2004 թվականին, երբ որ մեր թիմը տարբեր ծրագրեր էր իրականացնում Հայաստանի մանկատներում, հատուկ դպրոցներում եւ գյուղերում, մենք հանդիպում էինք տարբեր երեխաների պատանիների հետ, ովքեր երբեմն այդ հանդիպումների ժամանակ նշում էին, որ իրենք ցանկանում են 18 տարեկան լրանալուց հետո լքել երկիրը։ Այդ ժամանակվանից սկսած մենք հասկացանք, որ մեզ պետք են այնպիսի առաջնորդներ, ովքեր որ կարողանան տարբեր համայնքներում իրականացնել զարգացման ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի Արցախի զարգացմանը եւ Սփյուռքի, որտեղ մենք հավատում ենք, որ այդ եռամասնության միավորումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը բերելու է մեր համայն հայության զարգացմանը։ Մոտավորապես ինչ ծրագրեր ունեք, ինչ ծրագրերով եք առաջնորդվում։ Ինչ եք իրականացնում դպրոցներում, թե համալսարաններում, բարձրագույն հաստատություններում, թե ավելի ցածր տարիքի երեխաների համար։ Առաջնորդության դպրոցում սովորում են 18 տարեկանից բարձր երիտասարդներ, տարիքային սահմանափակում չունենք, եւ դպրոցը հիմնականում իր ծրագրերով փորձում է երիտասարդներին մեջ բացահայտել այդ բիզնեսի առաջնորդության հետաքրքրությունները, տալ նրանց տեսական եւ գիտնական գիտելիքներ տարբեր պրոֆեսիոնալների միջոցով, տարբեր դեսպաններ, նախարարներ, բիզնեսմեններ իրենց գիտելիքներով կիսվում են մեր ուսանողների հետ, որոնց թեմաները մենք ունենք առաջնորդության դպրոցի ուսումնական ծրագրի շրջանակներում, սկսած առաջնորդություն եւ մենեջմենտ տարբերություններից մինչեւ ռետորության արվեստ եւ երկրորդ կիսամյակում ինչպես սկսել բիզնես եւ ինչպես զարգացնել բիզնեսը։ Եվ դրա համար է, որ այսօր մենք ունենք շրջանավարտներ, ովքեր տարբեր բիզնեսներ են հիմնել Հայաստանում եւ բացի այն, որ իրենք իրենց բիզնեսից եկամուտ են ստանում, նաև իրենք ունեն այդ ծառայող առաջնորդի միտքը, որ իրենք պետք է ինչ-որ բան վերադարձնեն հասարակությանը։ Ինչպես եք ընտրում աշակերտներին, աշակերտ թե ուսանողներին ինչպես եք ընտրում։ Յուրաքանչյուր տարի մենք ունենք բավական թվով դիմորդներ, ովքեր որ առաջին փուլով դիմում լրացնելուց հետո մենք ընտրում ենք այն դիմորդներին, որոնց ընդհանուր application form-ը համապատասխանում է մեր ստանդարտներին, իրենց հրավիրում ենք քննության։ Առաջին փուլում իրենք գրում են գրավոր թեմա, տարբեր են թեմաները, Հայաստանի զարգացումը, տարբեր կոնկրետ օրինակների վերլուծականը, որովհետեւ մենք տեսնենք մտածելակերպը, երկրորդը հարցազրույցն է, որի ժամանակ հրավիրում ենք տարբեր միջազգային կառույցներից նաև ներկայացուցիչներ, փորձում ենք միասին հասկանալ ինչու համար է ցանկանում երիտասարդը ընդունվել առաջնորդության դպրոց։ Եթե ունի մեծ ցանկություն, մեծ սեր եւ կարողություն, սակայն չունի ֆինանսական կարողություն։ Նման դեպքեր եղել են առաջնորդության դպրոցի հիմնադրման օրից սկսած, մենք նման դեպքերում փորձում ենք մեր համայնքի տարբեր կապեր օգտագործելով բաց չթողնել նման երիտասարդին, որպեսզի մեր համայնքից ինքը հեռանա, որտեղ մենք վստահ ենք, որ եթե կա գիտելիք, կա հավատ, կա համառություն, անհնարինը ոչինչ է։ 1-ից մինչև 10 ինչպես կգնահատեիք ձեր աշխատանքի արդյունքը։ Հավանաբար 6։ 6, ինչի համար, որտեղ մենք դժվարություններ ունենք։ Դժվարությունների մասով չէ, որտեղ մենք ուզում ենք չբավարարվենք։ Մասնավորապես, եթե նույն կառույցներ կան, չեմ ցանկանում ինչ-որ անուններ նշել, ինչ-որ նման քայլեր անելուց հետո կարող են ասել, որ մենք արդեն 9 ենք եւ բավարարվել, մենք միշտ ուզում ենք այդ ծարավ վիճակում լինել, որպեսզի կարողանանք ավելի մեծ բարձունքների հասնել։ Շնորհակալություն Սամվել։ Շատ շնորհակալ եմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրն էր Սամվել Մովսիսյանը, առաջնորդության դպրոցի հիմնադիրը։ Շնորհակալություն նորից Սամվել եւ Հայաստանին եւ Սփյուռքին նորից մաղթում ենք բարի լույս եւ բարի առավոտ։ Եթերում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։